Բարի երեկո սիրելի քույրեր եղբայրներ, ողջույն բոլորիդ, անոնք որոնք ոց ներկա եք եւ անոնք որոնք արցանց կհետեւի մեզի։ Սիրելիներ, շատ մարդիկ սպաղած են իրենց առօրյա սպաղումներով, հոգսերով եւ ներկա չեն գնալ գտնվել, բայց քիչեր են անոնք որ գուքան գուզեն Աստծո խոսքը լսել, Աստծո սուրբ ներկայության մեջ լալ, աղոթքով անցնել, Տեր օրհնե բոլորիդ սիրելիներ։ Վաղը հոկտեմբեր 23 հինգշաբթի օրը այս եկեղեցու դաջարի ուրեմն սյուներուն դակ Անտիլիասի կահագալ Արամ առաջին գաթողիկոսը ներկա պիտի գտնվի ժամը 5-ին ողջունելի է որ բոլորս ներկա ալանք եւ կանուխեն ներկա ալանք որտեւ Ֆուրներամ ժողովուրդ պիտի ուզեկալ եւ լսել վեհապար հայրաբեդը ինքը բատկան պիտի դա եւ աչահամբույր պիտի լա եւ որոշ արարողություններ պիտի լան այնպես որ վստահ եմ որ բոլորս ալ գուզենք կալ եւ լսել այդ ոսկի խոսքերը որ իր բերնեն պիտի լեն վաղը 5 շաբթի հոկտեմբեր 23 ժամը 5-ին բայց ամենաուշը ժամը 4-ին պետք է հոս ներկա ալանք Սուրբ Կարապետ Մայր եկեղեցին Հոլիվուդի մեջ բոլորս Սիրով հրավիրված ենք։ Այսօրվա նյութը միլա սիրելիներ, պարքը միան Աստուծո գվայլ է։ Պարքը, պարապանությունը միան Աստծո գվայլ է։ Հռոմայացիս գիրքեն պիտի կարդամ առաջին գլուխ 18-րդ համարեն 25-րդ համարը։ Թող տար Հռոմայացիս առաջին գլուխ 18-րդ համարեն։ Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգուն Սրբո ամեն։ Քանզի Աստծո փարգությունը երկինքեն կհայտնվի մարդոց բոլոր անպարշտությանը եւ անիրավությանը վրա, որոնք ճշմարտությունը անիրավության բռներ են։ Վասնզի Աստծո վրայով գիտնալու բանը իրենց մեջ հայտնի է, որովհետեւ Աստված անոնց հայտնեց։ Քանզի աներևույթ բաները աշխարհի սկիզբենը ստեղծվածներով գիմացվին, կդեսնվին, այսինքն է մշտնչանավոր զորությունը ու աստվածությունը, որբեսի անպատասխանի մնան։ Վասնզի իրենք զաստված ճանչնալով Աստծո պես չփարավորեցին կամ շնորհակալ չեղան, հապա իրենց խորհուրդներում մեջ ունայնացան եւ սիրտերնին անմտությունով խավարեցավ։ Իրենք իմաստուն են գսելով հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին նմանցնելով եղզանելի մարդու ու թրջուններու ու չորքոդանիներու եւ սողուններու պատկերին անոր համար Աստվածալ բղծության մատնեցանոնք իրենց սիրտերուն ցանկություններով իրենց մարմինները իրենց վրա խայդարակ գնելով որոնք Աստծո ճշմարտությունը սուդի հետ փոխեցին եւ երկրպագությունը ճաշտոն մատուցեն ստեղծվածներուն, քան թե ստեղծողին, որ հավիտյան օրհնյալ է։ Ամեն։ Արդյոք որևէ պատճառ կա Աստծո չհավատալու։ Ստեղծագործությունը ինքնին կփաստե, որ Աստված գոյություն ունի, Աստված սկիզբեն ստեղծած է այս բոլորը։ Չգնարելալ, որ ոչինչեն պամը առաջ կա, ոչինչեն պամը առաջ չի կայր, ոչինչը միան ոչինչ առաջ կուկա։ Ուրեմն այս աշխարհը գոյություն ունի, որտեվ ստեղծիչ մը կա, արարիչ մը կա։ Անգլերենով գսեն intelligent designer, այսինքն հանջարեղ միտքը, հանջարեղ գծակրով մը կա, որ այս բոլորը ծրագրած է եւ մեջտեղ բերած է։ Ինքներն անկարելի է, որ այս երկրակունքը մեջտեղ կար։ Եվ այս ճշմարտությունը առաջին մեկնակետն է ըստ Աստծո խոսքին։ Աստեղեն է, որ պետք է սկսենք մեր հավատքը։ Ծննդոց մեկ ինչ կսե, սկիզբեն Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց։ Սկիզբեն Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց։ Ամեն ինչ կհստականա։ Հովաննու ավետարանը ինչպես կսկսի, սկիզբեն էր բանը, եւ բանը Աստծոքով էր, եւ բանը Աստված էր։ Անիկա սկիզբեն Աստծոքով էր, ամեն բան անով եղավ, առանց անոր բանը չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը անով էր։ Ամեն սկիզբը կգավի ուրեմն Աստծո ստեղծագործության սիրելիներ։ Եվ եթե փաստը պետք ունի, բանը պետք է փաստենք, անհավատն է որ պետք է փաստե, որ Աստված չի գա։ Ոչ թե հավատացյալը փաստե, որ Աստված գոյություն ունի, որտեղ այնքան հստակ է,
Ստեղծագործության մեջ, որ Աստված ինքը ստեղծած է այս աշխարհը, անհավատն է, որ պետք է փաստեր գտնե, թե իրապես Աստված չի գա։ Սաղմոս 19:1 կսե երկինք Աստծո փառքը կբատմե եւ երկինքի հաստատությունը անոր ցերկերուն կորձերը կցուցնե։ Սաղմոս 19:1 Եսայի 40:28 Միտե չկիցար կամ չլսեցիր, որ հավիտենական Աստվածը Եհովա երկրի ձայրերուն ստեղծիչը չհոգնիր ու չտուլնար, անոր իմաստությունը չքննվիր։ Հայտնության գիրքի մեջ կգարտանք 4:11 Արժանի ես Տեր փառք ու բադիվ եւ զորություն առնելու, վասնզի ամեն բան տունը ստեղծեցիր եւ քու գամքովդ եղան ու ստեղծվեցան։ Ստեղծագործությունը սիրելիներ հadouk արարիչի մը ցերկերուն կորձն է։ Ամեն մեկ փույսի որ գնայինք, ամեն մեկ միրգի որ գնայինք, ամեն մեկ ծաղիկի որ գնայինք, ամեն մեկ կենթանի ծուգերուն քույները գտիդենք երբեմն, թրջուններուն, փեդուրներուն քույները այնքան հրաշալի, այնքան գեղեցիկ, այնքան ներդաշնակ եւ գզարմանանք կամ բնության որևէ ուժի մեջը գայձակ, որոդում մեր խելքը չի հասնի այդ զորություններում, որ Աստված ստեղծած է այս բոլորը։ Եվ այս բոլորը սիրելիներ Աստծո գոյությունը եւ Աստծո զորությունը կպաստեն։ Որքան ավելի մոդեն գտիդենք, օրինակ համար թրջումը, գենտանիմը, այնքան ավելի կհամոզվենք, որ արարիչ մը գա, ստեղծիչ մը գա, որ այս բոլորը կծակրած է եւ մեջտեղ բերած է։ Հանջար արարիչ մը գա այս բոլորին յետին։ Շատ անգամ այս օրինակը գուտանք, ժամացույցը, բարձ։ Գրնանք երևակայել, որ ինքներեն սլակները ստեղծվին, շինվին, հովը փչե եւ կաս դուպի մեջը նստի, վրան աբագի տրվի, շղթան տրվի ինքներեն եւ աշխարհ ժամացույցը որ գսենք կամ ավելի բարդ օտանավը ինքները մեջտեղ ու կա օտանավը այնքան զրակրիլ պետք է նախ մարդուս միտքի մեջ պետք է զրակրվի այս բոլորը դուխտի վրա կզրակրվի ժողովները լա փորձերը լան ցախողին մինչև որ հաճող գրնան այդ գեղեցիկ գլուխ գործոց օտանավ մսենք թե կամ ինքնաշարժը ինչ որ պիտի շինեն հապա այս աշխարհը ինչպես կդանա որ ինքներեն այս աշխարհը գոյություն ունեցած է եթե այս բարձ բաներուն համար չենք հավատար որ ինքնապերապար բադահմամբ հովը փչելով կամ շարժումով մեջտեղ եկած են ինչպես կդնաս դիեզերքը արևը մոլորակները ինքներեն գոյություն ունենալ գիտեք աշխարհի հերավորությունը միան արևեն այնքան հաշիվներով եղած է եթե քիչ ավելի մոդենա աշխարհը արևին գայրինք մենք բոլորս եթե քիչ ավելի հերանա գսարինք Աստված իր իմաստության, իր հանջարի մեջը այնքան քերացիկ կերպով ստեղծած է, որ ինքն իր շուրջը կտարնա աշխարհը, արևին շուրջ կտարնա եւ այսպես օրերը գլան, ամիսները գլան։ Գլուխ գործոց մեկը պետք է լա, որ այս բոլորը մեջտեղ բերած է եւ ստեղծած է։ Եթե մեկը գմերժե թե Աստված կա, չնշանակեր թե Աստծո գոյությունը հարցական է։ Բարձրապես կպաստե որ այս տեսակի մարդիկ բարգեշ չեն այս կամ փաստեր դեսնեն վերջը երբ որ չեն ընդունիր Աստծո գոյությունը ասելը որ իրենք բարգեշ չեն եթե մեկը Աստված կճանչնա բայց ինքը չի պարավորեր կամ չնորհակալ չլար անոր ասել է թե դժբախտաբար իր գոյության նպատակը գործունեացած է 21-րդ համարի մեջ որ գարտացինք վասնզի իրենք Աստված ճանչնալով Աստծո պես չպարավորեցին Կամ շնորհակալ չեղան, հապա իրենց խորհուրդներու մեջ ունայնացան սրտերին ամդությունով խավարեցավ։ Մարդը Աստծո փառքին համար ստեղծված է։ Քիչ առաջին ճավոր փառապանության երկեր երկեցինք, չէ՞։ Մարդ արարածը ադոր համար ստեղծված է, որ Աստված փառավոր է։ Դրաս կոկոն 11 օր հիվանդանոց բարգեցավ Եվ
մեծամասնությունը CCU-ի մեջ անցուց այդ օրերուն մեծ մասը critical care unit-ի մեջ անցուց Պարկ Աստծո ծեր աղոթներու բոլորը աղոթներու միջոցով ոտքի է հիմա շատ լուրջ հիվանդություն անցուց դագավին ամիսներ գուզե որ բոլորովին աբակինվի բայց սիրելիներ հիմա որում պարկ տանք ասենք որ բժիշկները լավ խնամք տարին իրեն ոտքի անեցին բժիշկներուն պարկ տանք կամ գիտությանը ասենք որ ասինչ լավ գիտություն է մեջտեղ եկած է որ գրծավ աստեսակ հիվանդություն կամ որևէ հիվանդություն բուժել կամ արդյոք իր երդասարտության պարկ տանք որ երդասարտ էր շուտով ոտքի գայնեցավ եւ հաղթահարեց այս դժվարությունները որում պարկ տանք սիրելիներ Պարկը միան Աստծո գվայլ է, որ այս ամեն բաները համախմբեց, բժիշկներուն իմաստություն տվավ, ճիշտ տեղերը տվին, այսերին աներին, պարկը միայն ու միայն սիրելիներ Աստծո գվայլ է, ուրիշ որևէ մարդու, որևէ բանի չենք կրնար պարկ տալ։ Հռոմեացիս 11:36 Վասնզի ամեն բաները անգե ու անով եւ անոր համար են իրեն պարկ հավիտյանս ամեն Ամեն բաները գսե անգե գուկա, վերեն գուկա, անով գուկա, իր միջոցով գուկա եւ անոր համար են, իրեն համար են, իրեն պարկ հավիտյանս ամեն։ Սաղմոս 34:3 Ինձի հետ դերը մեծացուցեք եւ մեկտեղ բարձրացնենք անոր անունը։ Եթե մեկը կենսերը ասված չնե, կենսերով գդարավի եւ կենսերի թարմանը գտնվի Կենսերի տարմանը ճշմարտաբար դարգավին չեն կդած։ Կփորձեն բժիշկներ դարբեր ծևեր եւ այլն, եթե կենսեր է մեկը եւ կենսերին թարմանը գտնվի եւ բժշկվի ադանցը։ Որու պարկ պետք է դա սիրելներ։ Աստծո պարկ պետք է դա, չէ։ Եթե այդ տեսակ մեկ Աստծո պարկ չի դար, ուրեմն սխալ բան մը ասել է որ յանքին իմաստը գործուցած է ադանցը։ Եթե դու երաժիշտ ես եւ երաժշտական գործեր գորինես, Աստված քեզի այդ շնորհքը տված է։ Եվ եթե այդ հորինումները, այդ գլուխ գործոցները մեջտեղ գբերես կամ որևէ արվեստի մեջ, որու պարկ պետք է դանք։ Աստծո պարկ պետք է դանք, Աստված է որ այդ շնորհքը տված է։ Կամ մեկը որ դիեզերքի օտաչու գլա, աստրոնոտ գլա եւ գտեսնի այդ բոլոր բարիկները, հրաշալիքները, որ Աստվածը ստեղծած է։ Աստծո պարկ պետք է դա, չէ, եթե Աստծո պարկ չի դա, այդ բոլորը տեսնել են վերջը, ասել է, որ սխալ բան մը գա նոր մեջը։ Մարդը ստեղծված է Աստծո պարկ ու բադիվ բերելու, բայց դժբախտաբար իրենք իմաստուն են գսելով հիմարացան։ Մարդ, երբ որ ինքսին շատ իմաստուն կգարձե, արդեն կհիմարանա։ Եվ աներց Աստծո պարկը փոխեցին նմանցնելով եղձաների մարդու եւ թրջուններու, չորկոդանիներու եւ սողուններու պատկերին։ Անոր համար Աստված ալբղծության մատնեցանոնք իրենց սիրերուն ցանկություններով իրենց մարմինները իրենց մեջ խայդարակելու որոնք Աստծո ճշմարտությունը սուդի հետ փոխեցին ու երկրպագություն եւ ճաշտոն մատուցին ստեղծվածներուն քան թե ստեղծողին որ հավիտյան օրտնյալ է ամեն Աստծո պատասխանը անոնց որ իր ճամփաները կմերժեն եւ մեղք կգնախնդրեն Աստված զանոնք խայդարակ կնե Աստված զանոնք ուղղակի խայդարակ կնե այս միտքը որ Պողոս Արաքյալ գրած է Հռոմեացիս գիրքի հեղինակը Պողոս Արաքյալն է չէ այս միտքը այնքան Արաքյալին համար կարևոր գտվի որ 3 անգամ յետևի կգրտնե այս միտքը 24, 26 եւ 28 համարներու մեջ 24-ի մեջ ասավ հիմա որ գարտացինք անոր համար Աստված ալ բղծության մատնեցանոնք իրենց սիրերուն ցանկություններով իրենց մարմինները իրենց մեջ խայդարակելով 26-րդի մեջ անոր համար Աստված Զանոնք անարգ գիրքերու մատնեց, որ իրենց էքերը անգամ փնական պետքը փնության թեմ եղող պետքի փոխեցին։ 28-րդ համարի մեջ, եւ որովհետեւ ճուզեցին Աստված իրենց գիտությանը մեջ բահել, Աստված զանոնք անարգ խորհուրդներու մատնեց, անվայել բաներ ընելու։ 3 անգամ կգրտնի Արաքյալը։ Սիրելիներ, Աստված է որ մեզի մեղք է հերու գբայ։ Մենք մեր կամքով, մեր զորությամբ չենք կնալ մեղք երանալ։
Իսկ եթե մենք Աստծո թեմելանք, ինչ ցեվով պիտի պաշտպանվենք մեղքի զորութենեն, մեղքի ջիրաներեն ինչպես պիտի պաշտպանվենք, եթե մենք գամովին հեռանանք Աստծո։ Միան Աստված է որ մեզի հերու գրնաբայել ամեն տեսակ մեղքի զորութենեն եւ իշխանութենեն։ Ողոս Արաքյալ աստեղը սերային մեղքերու մասին գխոսի, որովհետև խոս է որ մարդկային անգումը շատ բացահայտ է։ Մենք մեր շուրջը որ գնայինք Հոլիվուդի աստղերու մեջը, կտեսնենք որքան մերգությունը, որքան մրցակցության մեջ են եւ կբարձենան մարդիկ, իրենց մերգությամբ կբարձենան այսօր movie star-ներ կամ երգիչներ, երգչուհիներ, ադորմով կբարձենան։ Այս բոլորը գիտենք, որ Աստվածը ստեղծած է եւ ամեն բան իր նպատակին համար է ստեղծած է, իր բարի ծրագիրներուն համար։ Բայց որևէ մեղք, միան սերայի մեղք չէ, որևէ մեղք Աստծո դեմ իմպոստություն է եւ մեզ կգործանե։ Բայց սիրելիներ միշտ ալ հույս կա անոնց համար, որ Աստծո գտարնան եւ Հիսուս Քրիստոսը կընդունին որպես Տեր եւ որպես Փրկիչ։ Առաջին Կորինթացիս 10:13 բոլորիս շատ հայտնի համարներ են, ցեզի մարդկային փորձութենեն զատ ուրիշը չէ բադած, բայց Աստված հավատարիմ է, որ ցեզ պիտի չթողու ձեր կարողութենեն ավելի փորձվել, հապա փորձության հետ ազատության միջոց բնապիտի դա, որպեսզի կարող լա կամփերել։ Աստված բնավ մեր ուժեն ավելի չի փորձեր մեզի, անկարելի է։ Աստված մեր մեղքերուն պատճառով մեզի թեմ չէ, այլ մեր մեղքերուն հետ մեզի հետ է։ Բացատրեմ։ Աստված ոչ թե թեմ է մեզի եւ մեր մեղքերուն, թեմ արդեն չեք գծած, ես եւ իմ մեղքս եւ դիմաց Աստված, այլ Աստված իմ գոմս է իմ մեղքերուց դիմաց։ Այսին իր միջոցով է որ միան մեղքերու թեմ գտնանք տնել։ Այս պատերազմի մեջ մենք բնավ մինակ չենք սիրելիներ, Աստված իր խոստումներուն համեմատ միշտ մեզի հետ է, որոնք Աստծո ճշմարտությունը սուդի հետ փոխեցին ու երկրպագություն եւ աշտոմադուցին ըստ ստեղծվածերուն, քան թե ստեղծողին, որ հավիտյան օրտնյալ է։ Աշխարհի սկիզբեն մարդ արարած գուրքեր բաշտած է։ Ինչպես նաև նույնիսկ Աստծո ընդրյալ ժողովուրդը, հրյա ժողովուրդը գուրքեր բաշտած են եւ կուզեմ գարտալ Երեմիա մարգարեին 10-րդ գլուխ Երեմիա 10-ը 3-5 համարները Քանզի ժողովուրդներուն սովորությունները ունայնություն են քանզի անդարեն փայտ կգդրեն անիկա արվեստակետին ցերկերուն կորձն է դաբարով կորձված Զանիկա արձատով եւ ոսկիով գզարթարեն ու կամերով եւ ուրերով գկամեն զանիկա ու չշարժիր անոնք արմավենի պես շիդակ են բայց չեն խոսիր գուրկը գրնա խոսիլ չի խոսիր անոնքի հարգե պիտի վերցվին վասզի չեն գրնա կալել գուրկը գրնա կալել պիտի կրգես տանից քեզի հետ Անուսմեմի վախտնակ կսեդերը, վասնզի չարիք մը չեն գրնար հասցնել, ոչ ապարիք կնելու կարող են։ Գուրկերը մարդոտ շինացմաներն են սիրելներ, ոչ կշարժին, ոչ կլսեն, ոչ կարողություն ունին բժշկելու, որևէ կարողություն չունին։ Գրաբաշտությունը դարբեր ծևերով գլա սիրելներ, ասենք թե երդասարդը նշանված է և ուզե իր նշանածին կեղեցիկ մադանի մը նվիրել, ավելի սիրտը շահելու համար, ավելի մդերմանալու համար, ամիսներով դրամ գխնայ է, ամիսներով զողություններ գնե և կումար գհավակ է, կեղեցիկ մադանի մը գգտնե և իր նշանածին նվեր գուդա։ Որպես արդյունք նշանածը գնայի, ինչ կեղեցիկ մադանի է, ագերով միասին, փայլուն, գպայլի։ Եվ ժամանակի ընթացքին ինչ կլա, այս նշանածը մադանին ավելի գսիր է, քան թե իր նշանածը։ Այս է բարական մարդու համար սիրելներ, որ մենք ստեղծված բաները երբեմն ավելի գսիրենք, քան թե արարիչը, քան թե մեծ ստեղծողը։ Հակոբոս 1:17-ը գսե ամեն բարի դուրք ու ամեն գադարյալ բարգև վերեն է։ Հակոբոս 1:17
Բայց եթե տրամը, հաջույքը, նույնիսկ ընտանիքը ավելի կսիրենք, քան տես Աստված, մենք գրաբաշ կդառնանք։ Ասոնք գուրքեր կգնան լալ մեր կյանքերու մեջ։ Ողոս Արաքյալ գսե գրաբաշտութենեն փախեք։ Առաջին Կորինթացիս 10:14։ Այն իրականություն, թե Աստված գոյություն ունի եւ աշխարհը կառավարելու իրավունք ունի, ոչ միայն գոյություն ունի, այլ իրավունք ունի կառավարելու, ինքը ստեղծած է, արարիչ է, կառավարելու իրավունք ունի, բացահայտ է ստեղծագործութենեն ի վեր, առաջին օրվանե ի վեր բացահայտ է։ Դժբախտաբար Աստծո վախն ու գիտությունը գրեթե անհետացած են շատ շատերու մոտ։ Որպես բադիժ Աստված գարտոն է, որ մարդիկ այլասերին, քանի որ Աստծո սերը մորցած են եւ աշխարհն է, որ ավելի կսիրեն։ Եթե մենք ալ սկուշ չլանք սիրելներ, մենք ալ նույն ջամփու մեջ կրնանք լալ, եթե մենք ալ սկուշ չենք։ Շատեր, որոնք երիտասարդության Աստվածաշունչը կսերդեն, ժամանակի ընթացքին կրնան հերանալ հավատքեն։ Ինչու համար, որտեղ ավելի ժամանակ կանցնեն TV դիտելով, ավելի ժամանակ կանցնեն սելֆոներու մեջ, սոցիալ մեդիայի մեջ, եւ երբ որ ավելի ժամանակ կանցնենք, քան թե Աստծո խոսքը գարտանք, երթալով կրնանք շատ դյուրությամբ բաղիլ եւ աշխարհի մոտ երթալ։ Փոխանակ հետս է Հիսուսի նմանին, անոնք հետս է աշխարհի նմանին եւ այս աշխարհի իշխանը ով է, Սատանան ինքն է։ Փոխանակ նմանություն Հիսուսի նմանելու, Աստվածաշունչ կարդալով, երբ որ աշխարհի մեջ ենք եւ աշխարհիկ բաներու հետևեն ենք, երթալով մենք ալ կրնանք աշխարհի գլալ եւ Սատանային հետևիլ։ Եթե համառորեն աշխարհը ավելի կսիրենք, կգործվենք աշխարհի մեջ։ Վերջին համար մուգուզեմ գարտալ եւ վերջացնել Կողոսացիս 1:10 Որովհետեւ դուք դերոջ արժանի գերբով քալեք ամեն բանի մեջ զին քաջեցնելով ամեն բարի գործերու մեջ բդղապերը լալով եւ աջեցուն Աստծո գիտությունով Սիրելիներ Նաբուկոդոնոսոր թագավորի մասին քիչ թե շատ բոլորս գիտենք, չէ՞։ Նաբուկոդոնոսոր մեծ թագավոր էր Բաբելոնի հսկա թագավոր Արցանի ոսկի գլուխն էր եւ որ մի երազ կտեսնե Նաբուկոդոնոսոր երազի մեջ կտեսնե որ հսկա ձարմը գա եւ այս ձարը գաջի ու գաջի մինչեւ երկինք կհասնի եւ իր փևերները իր ջուղերը այնքան գլայնան որ աշխարհի ամեն կողմեն կտեսնվին թրջուններ կան ձարին վրա դեսպոսնուն վայրի կազանները շուկերու մեջ ժամանակ կանցնեն եւ մեմնալ երկինքեն սուրբ մգուկա գսե որ գդրեցեք այդ ծառը գսե բայց փունը իր դեղը ցկեցեք փունը թողմնա բայց ծառը գդրեցեք որովհետեւ թրջուններ ալ չկան եւ գենտանիները այլևս չսպոսնուն իր շուրջը եւ բդուխ չի դա ծառը եւ այս երազը շփոթություն կբերե Նաբուկոդոնոսոր թագավորի մեջ կգանչե բոլոր գաղթիաները, բոլոր վհուկները, գախարտները եւ որևէ մեկը չեն գնալ բացատրել, միայն Դանիելն է որ Աստծո այդ շնորհքը Աստծո գիտությունը ուներ, Դանիել կբացատրի եւ գսե. ով Նաբուկոդոնոսոր թագավոր այս ծառը, այս հսկա ծառը, որի մինչեւ երկինք ելավ եւ ջուղերը տարածվեցան աշխարհի 4 կողմեն գտեսնեին, այդ ծառը թունեց գսե։ Քու թագավորություն մեծավ Քուտակավորություն մեծավ, բոլորին թուն գերագրեցի իրիր, բայց թուն դիեզերքի արարիչը չիջանցար։ Գրնա Աստված ողորմիլ գսե, եթե աղքատներուն ողորմություն ունես, եթե պարություն ունես եւ միտքդ փոխես եւ ընդունիս դիեզերքի արարիչը։ Այսօր 12 ամիս կանցնի, 1 տարի կանցնի եւ թագավորը իբալադի մեջ կեցած կտեսնե իր թագավորությունը, ամեն մարդ իրեն ենթակա է հսկա արցան մշինած է, երբ որ երաշտության ցայնը լա, ամեն մարդ կձնացրեն, գիտենք, չէ, ցետրակ միսակապետնակով, որոնք միակ անձերն էին, որ չձնացրեցին, եւ գոհբարդանա այս ծևով, եւ դագավին գսե, երբ խոսքը պերանի մեջ էր, Դանիել 4-րդ գլխում մեջ է այս բոլորը, երբ որ խոսքը պերանի մեջ էր, երկինքեն սուրբ մգուկա, եւ գահալածեց ինքը բալադեն դուրս,
Եվ Նապուկոտոնոսոր թագավոր 7 տարի անասունի կյանք կապի։ Կվրընդվի իր բալադեն, ոչ լոկանք կդեսնե, գենտանիներու բես խոտ գուդե, երկրի խոտը գուդե, եղունքները գերգարին, թրջուններու, ջիրաններու բես, մազերը գերգարին, միան երգիքի ծողովը կծողվի, մինչև որ կանտրատարնա, որ ըրածը սխալ էր դիեզերքի արարիչը չիջանցավ։ Եվ այն վարգյանին, որ գջանչնա, դերը, Եհովա աստվածը, այն ադեն աստված իրեն արիտ կուդա 7 տարի վերջը, ետ կվերատարնա բալատ և իր թակավորությունը գշարնագ է։ Արմադը, որ չի գոդրվեցավ, իր արմադը մնաց, իր թակավորությունը մնաց, շարունակեց, բայց 7 տարիներ անասունի կյանք կաբրի, թսկա թակավորը, որ ամենադիրագալ անցն էր, կոն է իր ժամանակի մեջը։ Սիրներ ջանչնանք մեր արարիչը, մեր ստեղծիչը, փառքը միան իրեն գվայել է հիմա եւ հավիտյան թարերու մեջ։ Ամեն։